Ունեցել է, պապը Ռուսաստանել է ունեցել, Հմիելանդի տղա ունի, ուղղակի չի ուզում ասել, որ տատը իրան չծեցի դրա համար։ Բայց դե ես ասել եմ գնա կտիկ ու տղին ծանոթանանք, էլի հայու տղա է, ազգը ռուսի է, բայց գոնե հայ է, գիտենա ինքը հայ է, գնա, գիտենա իր հայրենիքը որն է։ Վաղարշակ պապը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է ջահել տարիների դավաճանության փաստն ու նախընտրում է տատին ավելի չբորբոքելու համար պարզապես լռել, բայց տատը պնդում է, պապը պետք է ուղղի իր սխալը։ Ինքը չի ուզում, վախ, բայց մամա ամեն մարդ պետք է իր արարքի համար պատասխան տա։ Լալս է աղջիկ ջան, դե արդեն այդ մարդը կա, այդ մարդը գոյություն ունի։ Պապը սխալը թույլ է տվել, իր պետք է իր սխալն ուղղի, չէ, պապը, ինքը իր երեխին տերը լի։ Դե իր այդ աղջիկա սրա այդ կինը զանգեց ինձ, ասավ, սենց երեխա ունենք, ամուսնացել է, մի թորնիկ ունենք, ու մենք իր պապան իմանա։ Ասի ինքը Սոչի է, համի զանգեցեք, համարը տվել եմ, ասել եմ զանգեցեք իրան, ինքը թող կատենու։ Հետո իր հորեղ Պորտուղալն է Ռուսաստաներ, եկավ իր հետ գաղտնի փսփսմեն, ասի ես գիտեմ ճիշտն ասեք, բայց խոստացան բերեն ծանոթացրին, տենց էլ օղորմ իրան, ինքը մահացավ ընդ այդ մարդը, հետո իր տղաները չկարողացան կան, որ իրանց խոստումը կատարեն, պապն էլ ըսկի չի կատարեց, մեծացել ասում էլ չեմ կարա գնամ։ Պապի բոլոր գաղտնիքները բացահայտած տատը դովեղի պետու կրակն է, մոտ 20 տարի Ռուսաստան ապրած պապը գլխի էլ չի ընկել, որ էստեղ տատն իր մասին ամեն ինչ իմացել է, մի բան էլ հլա որոշել է իրեն գյուղում այլևս չընդունել, բայց հետո ներել է պապին ու գիտակցել, որ Վաղարշակին ընտրել է ինքը, իսկ ընտրել էր քանի որ բան չէր մնացել, տանը մնացածի անուն էր հանել։ Դե արդեն ես էլ էի տանը մնացած։ 22 տարեկան էի անունս տանը մնացած էր, տենց էր։ Ես իմ այն ժամանակ տենց է, պետք է մինչև 20 տարեկան ամուսնանային, իսկ ով մի քիչ ուշ էր ամուսնանում, արդեն ասային տանը մնացած աղջիկա։ Իմ երես ինչ ասային, բայց խո ասային։ Նոյեմբերյանցի գեղեցկուհին Անթիվան համար փեսացուներից ընտրել է հենց Վաղարշակին ու իր կամքով էլ ամուսնացել ու համոզված է, որ իր հարցում պապի բախտն անասելի բերել է։ Պապի բախտը բերուց։ Ճիշտ ասում, բախտդ բերել է պապի։ Զորով վրգացին էլի։ Դու չես գնացել։ Չէ, հա, մեծ կուրս աղս, ողորմի իրան, են հուշտարձան տեղել եք։ Իրա քույրիկն ես պատճառը, սաբաբը։ Դե ընդ մենք հարևաններ ենք, արանքներս մի ճանապարհ է, իրանք վերևն մենք ներքև տենց, գնալ, գալ, շփում, հետո էլ երևի մի քիչ ճակատագիր, էտել է։ Եթե չէ ուրիշ կար ուզող, եթե նա բախտը կլեր ոչ թե պապը, ընդհանրապես չխոսկանել է, թե մեմ են խոսացնում եմ, էլի խոսում, թե չէ ինքն է իր հեռուստացույցը։ Ամուսնությունից հետո էլ բոլոր ավանդույթները սրբորեն պահել է տատը, բացի մեկից չխոսկանությունից, ասում է իր նման ասող խոսող մարդն այդ մի կանոնը պահել չէր կարող։ Իմ կեսուրի, ոտքերը լվացել եմ, հետո այդ հարսանիքից մի քանի օր հետո մեծ տեքրս եկավ իր կնոջ հետ, ես պետք է տեքորս ոտքերը լվանայի, ջուրը դրել եմ ոտքերը լվանող, այս տեքրակինը սողորմի իրանց, ասավ ինքը խուտուտ ունի ոտի տակից, խուտուտ եմ տվել, նենց հա ջրի խպել ջուրը սաղտանով մինել, դա ոչ թե ինչ որ, այդ ասենք դու հետ մի լագան ջրով երկու ոտ լվանալով նսեմացար կամ ինչ որ մի բան, ուղղակի բան հետաքրքրություններ այդ մարդկանց նկատմամբ ոնց որ հարգանք։ Այ այդ ձևի։ Ես էլ եմ հարց ունեցել աղբորս կինը որ եկել է, բայց իմ պապան չի թողել իր ոտը լվանան։ Չի թողել։ Ասել է ես չեմ սիրում։ Հարց չեն, հաշվել լվացել ես այդ ձևի։ Բայց դե մարդիկ էլ կային ուզեին որ այդ բանը լինի լվանան։ Ամուսիններն ապրում են Դովեղ գյուղում, որը շուրջ 15 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ադրբեջանի հետ։ Գյուղի հին բնակավայր է, ունի դարերի պատմություն։ Գտնվում է Տավուշի հյուսիս-արևելյան սահմանագլխին, պետական սահմանից 1.5 կիլոմետր հեռու։ Մինչ 90-ականները ադրբեջանցիների հետ ապրել են խաղաղ, բայց հիմա խաղաղությանը չեն հավատում։ Ժամանակի ընթացքում հարաբերություն ունեցել են, մարդիկ գնացել են եկել։ 90 մինչև 3-4 թիվը իրանք դաժե օգնել են, մեր արտերը հնձել են, իրանք մեքենանով ծորենը դուրն են բերել, բայց մինչև այդ նրանց օմոնը չեր եկել, օմոնը գալուց հետո հարաբերությունին վանել է, հետո այս փոքր գյուղից 400-ից ավել խոշոր անասուններ են տարել,
որը ստեղի տալով այլել, որը նենց տանելով այլել, Շատ մարդկանց գոմը մի քանի անգամ դատարկվել է, ստեղծել են նորից են տարել։ Ուղղակի մարդկային զոհ կարևորն են աստիճի ելել, 2 հոգի է մահացել մեզ մոտ։ Տղաներից մեկը պատահական է խփվել պոստի վրա, իսկ մեկը իր նռնակն է ճյուղը քաշել, ինքը փագել է իր մարմնով, որ կողքի երեխեքին վնաս չտա։ Թե չեն ընդ Փարքաստու գյուղը այդ հարցում լավ է, որ շատ վնաս չի տվել, ունենք զորավոր Սուրբ Սարգիս, ամեն հարցում ինքը եղել է գյուղին հովանավոր, պահող, այդ ծևյա, ընդհանրապես այս գյուղը ժամանակի ընթացքում դուրս գնացող քիչ հայելել։ Հիմա որ երիտասարդությունը աշխատանք չկա գնացել են Երևան են 56-ից ավել ջահելնի ունենք, մեծ մասամբ ազապ, տարիքով չեն ամուսնացել, ուղղակի աշխատանքի բերումով գյուղը լքել են։ Բայց իրանց ուշքը գյուղում է, էլի գալիս են իրանց ծնողների մոտ, գնում են գալիս շուտ-շուտ։ Այ դա եթե աշխատանքը լեր ինձ թվում է նրանք ոչ մի անգամ դուրս չէին գա։ Ամուսինների տունը սահմանից հեռու չէ, տատն ասում է գիշերային լռության մեջ երբեմն լսում է դիրքերում կանգնած տղաների ձայները։ Դրանք հստակ չեն, բայց բավական են, որ զգա, արթուն են, հսկում են սահմանի մյուս կողմը։ Իմ ուշքը ու միտքը մեր սահմաններում է։ Ավելի շատ, ավելի առավոտ որ բան ես անում կամ գիշերը որ գիշերը 1-ին 2-ին դուրս եմ գալի, դե վաղ լռությունը ավելի հետաքրքիր է։ Այն անգամ այն հերվի սահմանի խոսակցությունը բանը մարդկային ականջը տակալի։ Ու զգում ես, որ ընդի արթուն մարդ կա, հսկող կա։ Այդ քո սահմանն է, գիտես որ ընդի արդեն իսկականից ոնց որ նրանց նայելով այդ խոսակցությունը լսելով դու ավելի հանգիստ ես զգում։ Եվ տենց է։ Ժամանակի ընթացքում այդ վերևը պոստ ունեինք խաբարն եկա, որ ինչ որ թուրքերը հարձակվել են։ Գյուղում մի քանի հատ հրացան այլել։ Վերի թաղից, ներքի թաղից տղամարդիկ ում ուժը պատելա վերցրել են վազել օգնելու պոստավիկներին։ Տենց այլել գյուղը, կանգնած այլել։ Չի թողել, որ իր սահմանն ինչ որ այս գյուղը եղել է փոքր, բայց այս գյուղի թուրքի ոչ չի մտել։ Մեր մեծերը ըտի տարածք ունին, կնդենել եկող թուրքի հրամանատարին խփել են, ունանք ասել են փոքր գյուղից օգուտ չկա, հետ դարեք։ Այս գյուղը թուրք չի մտել։ Եկել են վերևի այդ սահմաննի կա, մինչև ըտի, բայց գյուղը չեն մտել։ Այս գյուղի մարդիկ միշտ կանգ ունենել են։ Դրա համար ասում են պետք է սահմանը հենց իր մարդկանցով ամուրելի, իր երիտասարդներով։ Չնայած սահմանին կանգնած տղաների զգոն ներկայությանը, տատը վստահ է անվտանգությունը միայն նրանց ուսերին չի կարող մնալ։ Պետությունն էլ պետք է կանգնի այս մարդկանց կողքին, ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Սահմանը պահելու համար միայն զենքը քիչ է, մարդիկ են պետք, ովքեր կապրեն այդ հողում։ Հողը ավելի լավ է քաշում, հողը մարդկանց ավելի շուտ է բերում, բայց եթե պայմաննի լինի, ինձ թվում է գյուղը չի դատարկվի, բոլոր սահմանամերձ գյուղերը։ Հետո մեր մեծերը ղեկավարությունը, մեր փող ունեցողները պետք է ուշադրություն դարձնեն ավելի շատ սահմանամերձ գյուղերի վրա։ Այս գյուղերն է իրանց պահողը։ Եթե սահմանամերձ գյուղերում մնա մի քանի ծեր, որ ժամանակի ընթացքում չկարողանան հրացան բռնեն իրանց դիրքը պահեն, Երևանում ապրողների համար դա հեչ բան արդեն։ Վայ նոյեմբերյան հասած, վայ Երևան, ճանապարհը շատ կարճանում է շուտ։ Դրա համար ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն սահմանամերձ գյուղերին, սահմաններին։ Հիմա ասма թոշակները ավելացնում են։ Ուզում եք ճիշտը գիտենաք, այն 1000-5000 դրամ ավելացրածը ոչ իմ яրանա սղացնեմ, ոչ էլ իրանց ինչ որ մի բան, բայց եթե այդքանը կուտակեն, սահմաններուն սարքեն մեծ ապաստարաննի, որ տղաները ժամանակին կանգնի զոհ չտանք, այն մեզ մար ավելի շատ է թոշակի ավելացում, քան այդ 5 մանեթը կամ 10 մանեթը։ Ես միշտ ասում եմ, որի ոտը բռնում է թոշակառու ինքը թող աշխատե։ Տատը 72 տարեկան է, պապուծն, բայց հողից չեն կտրվում։ 2 այգի են մշակում, անասուն պահում, ստեղծում ապրուստի միջոց, որպիսի երեխաներին նեղություն չտան։ Մեծ ուշադրությունը պետք է լինի սահմանամերձ գյուղերին, ստեղծեն աշխատատեղ, ստեղծեն այնպիսի բան, որ երիտասարդները դուրս չգնան։ Եթե գյուղը հիմքը ամուր մնաց, Հայաստանը կմնա ամուր,
Բայց եթե սահմանամերձ գյուղերի հիմքը խարխլվեց, ինչքան ուզում է Երևանը Փարիզ պատեն, մեկը պետքա ավելի շատ սահմանամերձնին։ Տատը հայրենասիրության ուժեղ կամքի ու ոգու օրինակ է, սրտի ցավով է խոսում գյուղից ու Դովեղից ընդամենը 2 կիլոմետր հեռու նոյեմբերյան քաղաքից երիտասարդների հեռանալու մասին։ Դե այն ժամանակ 76 թվին Սովետի այդ շրջաններ, գյուղից ավտոբուս գներ առավոտը, նոյեմբերյանում աշխատողներ շատ կային, ավտոբուսով գնում էին գալի, բայց շաբաթ-կիրակ իրանց այգիներում էին, շաբաթ-կիրակի ավելի շատ էր գյուղը շարժվան մեջ, հետո մի ժամանակ ստեղից գնում են նոյեմբերյան դպրոց 9-10 ավարտականները, բայց հետո արդեն մեր դպրոցը դարավ տասնամյա, վերև դպրոց սարքեցին, այդ դպրոցը 100 քանի աշակերտ ուներ, երուզերը շատ էր, մի արդեն ամենահասարակ բանը ժամանակին, որ եղել եմ նոյեմբերյանում աղջիկ, մի փոքր ոնց որ մեր այս թաղամասը, տենց թաղամասա, բայց 50 քանի երեխա դպրոց գնեին գտեն, ամբողջ այդ թաղամասը, երուզեր, երեխեքի ճիչ, խաղեր, ամեն ինչ, իսկ մինდեն գնում ընդամենը 3 երեխա դպրոց այդ թաղամասից, ջահել չկա, մի երկու ընտանիք հա ջահելնի, չիմ գնացել են, հեռացել են, ամեկը, որը Գերմանիա, որը Ամերիկա, որը չգիտես ուրա, բայց խիչին են ցելել, որ փախան, որ կռիվա, բայց ուր գնացին էլի նույն կռիվը չի, ավելի լավ չի մարդը ինք իր տանը դիմակա է այդ կռվին, քան թե որ գնացել են Ռուսաստանեն հմել ընդեն են հետ գալի, ընդիա կռիվ, ընդեն են ուզում փախածելին, մինչև ուր փախանք, վերջի ժամկետը, վերջի կետը օվկիանոսն ու դառնան օվկիանոս, ավելի լավ չի մարդը ինքը իր սահմանն ամուր պահ է, իր երեխի մար ստեղծե, փախանք գնացինք, ընչի ենք նման, հենց մի փուջուր բանալը փախչում են, հմել են ասма, ծախում են տները գնեմ, ուր եք գնում, Տատը մնալու, հատկապես սահմանամերձ գյուղերը շենացնելու կարևորությունն է քարոզում գյուղում։ 50-ից ավելի երիտասարդներ ունեն գյուղից դուրս ապրող, որոնք ամուսնանալ ու առավել ևս գյուղ վերադառնալ չեն շտապում։ Սա է տատի ամենամեծ ցավն ու մտահոգությունը։ Ընտով ամուսնանեին մի տան մեջ մնեին, մինչև այն մեկի մարին ջոր մի բան ստեղծեին գնել, հիմի մտածում են, այս կարիերա ստեղծեմ, նոր ամուսնանամ, ինձ մարտուն ունենամ, նոր ամուսնանամ, մինչև կարիերա տուն գալիս են 40 անց են կենում, 40 անց մարդ էլ, որ երեխայա ունենամ, ինք արդեն 60-70 տարեկան անում իր երեխեն նոր ուզմա խելքի կա, բայց որ մի քիչ շուտ ամուսնանան, իրա ջահել ողջ ինք երեխին թեվութին գոքլի, են երեխեն էլ կզգա, որ հետևը թիկունք ունի, ինքն էլ մի բանի տեր կլի, հիմի մեր ջահելնին ավելի շատ վախում են պատասխանատվությունից, ուզում են թեթև ապրին։ Վաղարշակ պապն ու Գայան տատը եկող տարի կնշեն համատեղ կյանքի 50-ամյակը, երեխաները քաղաքում են, լավ են, իրենք էլ էստեղ իրենց հողում են, լավ ու երջանիկ, ապրում են համագյուղացիների սիրով ու ուշադրությամբ շրջապատված։ Բանակը կամ մթասահմանին պահեին, դրանք տեղ էին, դրանից հետո արդեն մեր բանակը տարավ ստեղի, կրակել են, նույնիսկ այդ վաշտին էին խփում, երեխեքը փախան մտան ծորը, որ ծորով փախչին, ծորին խփեցին։ Իմ այդ փոքր աղջիկը նայում էր պատուհանից տենու ինչա, հետո որ երեխեքը թռան ծորը դառան, ծորը մխփեցին, երեխես դրանից վախից, լիզուն կապվել էր, մենակ ասել մա, զերով ցույց տեր, հետո որ արդեն տեղավ չէ երեխեքը էլի նորից հետ եկան վաշտը կենթանի են, արդեն ինքը ոնց որ ինչ-որ հանգստացավ, բայց ահագին ժամանակ էր գիշերները ինքը վախից թռչեր, վեր կեներ ասեր, կրակեցին, հետո ժամանակի ընթացքում մեծ էր ինչ-որ բաներ են անում, էդ էլ օգնեց ինքը արդեն այդ վախը իր մոտ կորավ, այդ հենց էր, ստիել են խփել, գյուղին հենց որ ասեմ, մեր հարևանի դրանն են խփել, մեր դրանն են խփել, տանը չի կպել էլի, մենակ վերևի թաղում մի հատ կուխնյայա քանդվել խփելուց, բայց հիմնականում մեծ ձորով էր, որ բանան էին ճանապարհը երևի մոտիկա, ավելի շատ ձորին էին խփել, հետո վերևի դոշերին ու տենց բանով գնաց նոյեմբերյան, այդ դեկտեմբերի 29-ի օրը 92 թվին չենք մոռանում այդ օրը, մարդիկ ամեկ իրանց մար, իրանց նոր տարվա պատրաստությունը, բայց կրակոցին սկսվեց, իրա մի քույրիկն էլ մեր տանն էր կողպա ամուսնացած էլ, հիմի օղոր մի իրան չկա,
ինքը թողոց որ գնատուն, չէինք ուզում, չէինք թողում, չէ երեխես ասավ բրախացա գնամ տենում իրան հասնում։ Ինքը այդ կրակոցների տակ ոտքով գնացել է որ գնա իր երեխին հասնու, բայց չի իմացել որ այդ մոմենտը իր քույրն ու փեսեն չկան արդեն այդ կրակոցներից, այդ իմ հորանց թաղամն են խփել, իմ հորանց տրանն է խփվել, իրանց տանն է խփվել, տենց։ Այդ էր։ Մի քանի տարի ահոդողի մեջ, ճիշտն ասած, սահմանա իր ամեն խնդիրներով, սկզբից բանակ չկա։ Բանակ, այն ժամանակ բանակ չկար, գյուղի մարդիկ էին հերթով հերթապահում, խրամատները գյուղով ենք փորել։ Տենց խնդիրնի, բայց ժամանակի ընթացքում արդեն զինվորներին էին, հետո զինվորների պահելու հարցն էր, գյուղը կանգնել է միշտ։ Այս փոքր գյուղը իր ուժի պատածով կանգնել է, արել է իր զինվորի մար, իր սահմանապահի հիմար, բայց շատ գյուղին են շատ նեղացրել, շատ անասուն տարան գյուղից։ Մարդկանց գոմերը դատարկեցին, ովքեր որ իրանց այդ հացի հարցը պետքա դրանով լուծեին։ Ես իմ խնդիրնի շատ այլել։ Փառք Աստծո հիմի։ 90-ականներից հետո գյուղում կրակոցներ կարելի է ասել արդեն չեն լսվել, բայց ծանր օրերի հիշողությունները դեռ թարմ են։ Օրինակ մեր գյուղի մարդիկ շատ են լավը։ Ես մեր գյուղացիներից շատ գոհ եմ։ Եթե մենք մեծացել ենք հիմի, բանա պետք չէ որ ինչ որ հարցում պետքա մեքենա ալի, օգնելու, փետ բերելու հարցա, խոտ բերելու հարցա, շատ ապրին մեր տղաները, մեր գյուղացիք։ Վարորդն էլ կանգնում օգնում, տղաներն են ում էլ ասում ես կանգնում են օգնում, շատ բարյացակամ են։ Առաջ ավելի շատ էին, բայց երիտասարդությունը գնացել է դրսի վրա։ Հիմի երիտասարդ էլ չկա, քիչ են։ Այդ խաղաղությանը դուք էլ չեք հավատում, մենք էլ չենք հավատում։ Սա ժամանակա որ ընդմիջում է, որից պետքա մերոնք ավելի շատ օգտվին։ Սահմանների ամրացում, ավելի շատ զենքի առնելը, բերելը, իր երիտասարդ զինվորներին կրթելը, ժամանակակից տեխնիկայի ուսուցանումը, ՆԱՏՕ-ի դպրոց կլի, Ամերիկայի դպրոց կլի, Հնդկաստանի դպրոց կլի զենքի առումով։ Պետքա ուղարկեն սովորեն, պետքա զինվորներին կրթեն։ Միամիտ մարդին հրացան 10-ը կանգնի, կարող է այդ մոմենտը կողքինին խփե, բայց պետքա որ մերոնք ավելի շատ գիտություն, գիտելիք ունենան, մերոնք պետքա իրանք ստեղծեն։ Ինչքան հրաշալի գլուխնի ունենք մենք, որ արտասահմանում ուրիշ պետությունների մարընչեր են ստեղծում։ Խիչի դրանք մեզ մոտելին, մեզ մար ստեղծեն։ Իսրայելը ինքը ինչ պետություն է։ Մի բուր, բայց ինքը իր բացի այդ, նրանք իրանք արտասահմանից իրանք գումար իրանք պետության հզորացման մար են պահում, ոչ թե թալանում են։ Նոյեմբերին դրամահավաքը եկել է, ուր այդ գումարնին, ուրա, ամեքն իրանք փայն տարել են, ասաբնյակնի են սարքել։ Փոխանակ իրանք մի այս փոքր պետությունը ամրացնեին։ Ես ասում եմ գնացել եմ, Ռուսաստան եմ գնացել մի քանի անգամ, բայց պապը որնդի էր գնացինք, ինչքան ուզում այդ ռուս հարևանի մար լավն լիսն ասել։ Ասում է օտար ես դու։ Նրանք շեշտը մենան ընդհատ, օտար ես։ Այո, օտար ենք մենք։ Մենք մեր հողում ենք հողի տերը, մենք ուրիշ տեղ օտար ենք, անկախ նրանից ինչ էլ ուզում է լինի։ Սահմանամերձ գյուղի հին տները կիսում են ժամանակի ծանրությունը, բայց դրանց հարկի տակ դեռ կանգնած են ուժեղ ու դիմացկուն մարդիկ, տատն ու պապը, որոնք աչքերում կիսում են հայրենիքի հանդեպ անսասան հավատը։ Նրանք չեն կորցրել հոգու խաղաղությունը, բայց սրտի խորքերում միշտ զգում են անհանգստություն, գիտակցելով, թե որքան կարևոր է սահմանը պահելը։ Սրտի սուզելիքը Հայաստանում լինի կայուն խաղաղություն, մեր երիտասարդները շուտ ամուսնանան, ընտանիք ունենան, եւ ամենակարևորը համար առաջի սահմանամերձ գյուղերի հարցը լուծեն, երիտասարդությունը դուրս չգնա, սարքեն խաղահրապարակ ունենան, ինչ որ զբաղմունքի տեղ ունենան, աշխատանք ունենան, ու ամուր մնա գյուղերը։ Այս փոքր Հայաստանը գոնե ամուր մնա։ Տալով գալիս ենք Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Հիմայել Ղարաբաղ, մնացել ես մի բորխողը, Վրաստանի կողմը ախալքյալակ ախալցխա, անդի վրացին ատերել, անդի նայ ատերել,
ժամանակի ընթացքում տարել է մի բուր։ Սորել հիմի ինչ որ մի ոչխար ղեկավար, ասում ենք ոչխար, բայց ամենա թույն ղեկավարն է, որ կարելի է նրան ավելի շուտ սատկացնել Ալիևին։ Արևմտյան Ադրբեջանը ասում։ Թե իրա օրում երբան Ադրբեջան ունեցել։ Այ մերոնք պետքա նրա յուրաքանչյուր ասածին պատմականորեն պատասխանը տան, չթողուն ավել խոսի։ Մեր պատմաբանին էլ չեն այդ հարցում խիստ զբաղվում էլի։ Ժամանակ քարտեզնի կա պետություններում, որ պետքա բացահայտեն, հանեն, որ այդ Ադրբեջանը գոյություն չի ունեցել։ Տատն ու պապը իրենք են ապացույցը, որ սահմանը պահում են ոչ միայն զինվորականներ, այլև ամեն մի ընտանիք, որի սրտում հողի իր տունն է, իր հայրենիքը, կյանքը։ Նրանք գիտակցում են, որ սահմանը պահելը միասնական ուժի գործ է, որտեղ յուրաքանչյուրը կարևոր է։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Դովեղից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։